ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցից հետո ռուսական կողմը շտապեց արձագանքել եւ եզրակացություններ անել այցի արդյունքների հետ կապված։ Մոսկվային հատկապես անհանգստացրել էր ամերիկյան կողմի հետ խաղաղ միջուկային գործակցության վերաբերյալ բանակցություններն ու համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի միջև։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ամերիկյան նոր տեխնոլոգիաներով մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ Vance-ը ուղիղ հայտարարել էր, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները կհասնեն Հայաստան, իսկ համաձայնագիրը փաստաթղթով ստացել է 1-2-3 անվանումը։ Մենք շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային գործակցության թիվ 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհը ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Թիվ 1-2-3 փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանում անհանգստության պատճառ է դարձել, մասնավորապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ է համարում աշխատել, բայց հավելել է, փոքր մոդուլային ատոմակայաններ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ առհասարակ։ Դրանք առհասարակ գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են, որտեղ են արդեն շահագործվում։ Մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում, սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է։ Ռուսաստանի կողմի տեղեկություններով խոսքը ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIP հիմնադրամի միջոցով, որը ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռևս ստեղծված չէ։ Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը, շարունակել է Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որին առաջարկել է Ռուսաստանին հայկական երկաթուղիների կոնսերցիոն կառավարման իրավունքը վաճառել մի երկրի, որը բարեկամական է թե Երևանի, թե Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանի եւ մի շարք երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է անդրադառնում դրա մրցունակության վրա։ Այդ հայտարարությունները տարօրինակ են եւ քիչ ընդունելի։ Հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի գտնվում են հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, եւ այս ընթացքում ռուսական ընկերությունը հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ, ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը իմ կարծիքով պետք է հաշվի առնեն նաեւ նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի մասին Հայաստանում։ Զախարովան նշել է, թե Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի առաջարկը համարում են տարօրինակ եւ գրեթե անհնար, իսկ Ռուսաստանը կշարունակի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ապահովելու դրանց անխափան աշխատանքը։